Ողջույն եւ բարի գալուստ առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիք։ Ձեզ համար վաղուց մեծ վիդեո չեմ տեղադրել ու այսօր այդ օրն է։ Ահա տեսեք ինչպիսի եղունգներ ունենք, ձայնից համարել կներեք, որովհետեւ նոր եմ լավանում։ Այս եղունգների հետ այսօր շատ գործ ունենք անելու, ինչպես տեսնում եք, եւ դե առաջինը սկսում ենք նախկին նյութի հեռացնելուց։ Վերցնում ենք կերամիկական ֆրեզա եւ սկսում ենք հեռացնել նախ եւ առաջ տոպի շերտը, այնուհետեւ երանգի շերտը, ինչ եմ ասում երանգի շերտ, որովհետեւ դեռևս չեմ հասկանում այստեղ գույն է կսված, գունավոր բազա է, գել է, պոլիգել է, թե ինչ է, հիմա հեռացնելու ընթացքում կհասկանանք։ Իսկ դուք նյութը հեռացնելու ժամանակ հասկանում եք, թե ինչ նյութ հեռացրեցիք։ Հիմնականում լիցքանյութերի հեռացման process-ը իրարից տարբերվում է։ Օրինակ, երբ որ հեռացնում եք գել, այն շատ կպչուն ու շատ մանր փոշու տեսքով է դուրս գալիս, կարծես ալյուր լինի։ Իսկ եթե հեռացնում եք պոլիգել, այն ավելի շատ դուրս է գալիս մեծ կտորներով, իր փոշին ավելի խոշոր է լինում, որովհետև ինչպես արդեն գիտեն իմ ուսանողները, պոլիգելի մեջ գելի եւ ակրիլի փոշու խառնուրդ է, իհարկե պլյուս որոշ հավելումներ, որի շնորհիվ այն դառնում է պոլիգել։ Եղունգների վրայից հնարավորինս նյութը հեռացնում եմ եւ կարճացնում։ Քանի որ հաճախորդն ուզել էր քառակուսաձև եղունգներ, անմիջապես հենց քառակուսաձև էլ կտրում եմ։ Եթե տեսնում եմ, որ օդային դատարկ տարածություններ չկան, ապա թողնում եմ նյութից որոշակի շերտ։ Եթե լիցքանյութ է, մոտավորապես 20% ենք թողնում, իսկ եթե բազա է, 10% լրիվ բավական է։ Բացի նյութի հեռացնելուց անպայման նաև խարտում եմ նրա մակերեսը։ Այդ խարտելու ընթացքում մշակվում է միանգամից եւ նոր աճած բնական եղունգը եւ նախկին նյութի մնացորդը։ Այստեղ կողքերից նկատում եմ, որ բնական եղունգը արհեստական եղունգի հետ միասին համաչափ խարտված չէր։ Բնական եղունգը երբ որ աճել էր, արդեն առանձին անկյունիկով դուրս էր եկել, իսկ վրայի եղունգը լրիվ իրարից առանձին էր։ Խարտում ենք միանգամից տանում ենք ընդհանուր մարմին։ Ասեմ, որ նախորդ աշխատանքը հաճախորդուին հենց ինքն էր կատարել։ Խարտոցները դեռևս Nunail բրենդինը չեն, բայց շուտով այդ էլ անպայման կունենանք։ Բայց այս պահին ունեմ այլ բրենդից խարտոցներ, որոնք օգտագործում եմ ու շատ եմ հավանում։ Ես միշտ օգտագործում եմ 100 եւ 180 գրիտանոց խարտոցներ եւ հիմնականում ձեռքիս մեջ այն դիրքում եմ պահում, որ անընդհատ չեմ փոփոխում եւ դրանով իսկ ժամանակ չեմ խլում ինքս ինձանից։ Այլ այն դիրքով եմ պահում, որպեսզի 100 գրիտով միանգամից եզրերը մշակեմ եւ 180-ով էլ միանգամից մշակվի մակերեսը։ Այստեղ, քանի որ հոլովակը վաղուцվա է, խարտոցը լրիվ այլ խարտոց է, հիմա լրիվ այլ խարտոցներ եմ ես օգտագործում եւ անպայման արտիկուլը կթողնեմ, որպեսզի դուք նույնպես ձեռք բերեք։ Սկսում եմ բացել կուտիկուլան, այդ կլինի նարնջի փայտիկ, թե կլինի մետաղական, փուշեր ընդհանրապես կապ չունի, կարևորը լինի որակյալ, եթե նարնջի փայտիկ է լավ մշակած ունենա եզրեր, ինչպես որ հավանում են շատ Nunail բրենդի նարնջի փայտիկները մեր բոլոր հաճախորդները, իսկ եթե մետաղական փուշեր է, ապա վերցրեք պրոֆեսիոնալ նուրբ եզրով որակյալ փուշերներ։ Ամեն դեպքում ես վերևում կթողնեմ արտիկուլները, բայց պարտադիր շեշտեմ, որ Nunail brand edge-ում, Facebook-ում եւ Instagram-ում, հատկապես Instagram-ում կարող եք ձեռք բերել այս բոլոր պրոդուկտները ավելի մատչելի, քան Wildberries-ի արժեքներն է, սակայն միգուցե այս պահին նաև Wildberries-ում լինի ակցիա, այնպես որ այնտեղ նույնպես ուշադրություն դարձրեք։ Դե որովհետև ես հիմա եմ դնում վիդեոն, բայց վստահ եմ, որ դուք այլ ժամանակվա ընթացքում եւս նայելու եք։ Օրինակ ես ունեմ, որ 2018 թվականին եմ վիդեո տեղադրել, բայց մինչև հիմա բոլորը նայում են։ Փուշերի օգնությամբ գրպանիկներ առաջացնելուց հետո բնականաբար անցնում ենք ալմազե ֆրեզայով աշխատելու process-ին։ Անում ենք գործողությունները նուրբ եւ ուշադիր նայելով։ Ինչպես նկատում եք, Nunail բրենդի ալմազե ֆրեզաները ուղղակի կայծակնային արագությամբ են մաքրում ավելորդ բոլոր կուտիկուլաները, թեփուկները։ Ընդհանրապես հարկավոր է մի փոքրիկ քիթիկը տանել ներս կուտիկուլայի տակ, եղունգին չենք սեղմում, չենք կպնում հիմնականում եղունգին, այլ գնում ենք կուտիկուլայի տակ ու աշխատում է հենց կուտիկուլայի հետ։ Արդյունքում ունենում ենք շատ արագ աշխատանք։ Դե իսկ որակի ու մաքրության մասին էլ չասեմ։ Հիմա երբ որ մենք աշխատում ենք forward ուղղությամբ, մաքրում ենք միանգամից հաճախորդի կողմից աջակողմյան, իմ կողմից ձախակողմյան սինուսները։ Երբ որ ավարտում եմ ապարատը, միացնում եմ reverse ուղղության վրա եւ մաքրում եմ մեջտեղից դեպի իմ աջ կողմը։ Եվ հենց այդ этаպում են, երբ որ մաքրում ենք, անմիջապես առաջացնում ենք յուպուչկա, ինչպես որ ասում են մասնագետները, համ կուտիկուլան բարձրացնում ենք մի փոքր վեր, որ հետո արդեն իդեալական եւ արագ կարողանանք կտրել։
Սկսենք հեռացնել կուտիկուլան մկրատի օգնությամբ։ Ես հիմնականում աշխատում եմ մկրատով, ուսանողներս եւս ինձ հետ աշխատում են մկրատով։ Սակայն եթե ուսանողը նախընտրում է աշխատել թույզերով կամ կուսաճկաներով, ես ընդհանրապես դեմ չեմ լինում եւ ոչ մի խնդիր չկա ինձ համար։ Եթե ես անում եմ մկրատով, դա չի նշանակում, որ պարտադիր ուսանողը եւս պետք է աշխատի մկրատով։ Այստեղ ես աշխատում եմ Stalex-ի մկրատով, այստեղ ավելորդություն տեսա, դրա համար հեռացրեցի անպայման ֆրեզերի օգնությամբ։ Աշխատում եմ Stalex-ի մկրատով եւ արտիկուլն էլ թողել եմ, թե այս պահին կոնկրետ ինչ մկրատներ ենք բերել մեզ մոտ վաճառքի համար նախատեսված հենց Stalex ֆիրմայից։ Change, discovering my light just outside of your shade. Հիմա արդեն յուղազրկում ենք բժշկական սպիրտի կամ Nunel բրենդի սպիրտի օգնությամբ, որը նախատեսված է մատնահարդարման եւ ոտնահարդարման համար, որպիսի եղունգների մակերեսը լինի յուղազրկված, փոշեզրկված եւ հաճախորդին էլ ասում են, որ այլևս ձեռք չտա եւ առհասարակ ոչինչի հետ գործ չունենա ու հատկապես հեռախոսի։ Իսկ հիմա առաջին գործողությունը, որ պետք է անենք, այս կորցրած եղունգների վրա արհեստականորեն երկարացնելն է։ Կատարելու ենք գելային ծիպսաների օգնությամբ, այստեղ դուք տեսնում եք Nunel բրենդի գելային ծիպսան, յուղազրկում ենք նրա մեջ։ Իդեպ ասեմ, որ Nunel բրենդի գելիքսերի մեջ երկու տեսակի է տեղադրված՝ միանգամից եւ քառակուսաձև եւ նշաձև բոլոր չափսերով։ Այստեղ կարծես թե հետապը բաց եմ թողել նկարահանելուց։ Այն եղունգները, որոնք որ պետք է արհեստականորեն երկարացվեն, արագ բազա են քսում բարակ շերտով չորացնում ենք լամպի մեջ, այնուհետև երբ որ պետք է տեղադրենք գելային ծիպսան, այդ ժամանակ եւս փոքրիկ բազայի կաթիլ ենք դնում եղունգի եզրին եւ մի փոքր էլ տարածում ենք գելային ծիպսայի մեջ, դնում ենք եղունգի վրա եւ ֆիքսում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթով, որպեսզի հետո կարողանանք կատարել այլ գործողություններ։ Միանգամից ավելորդ երկարությունը հեռացնում ենք կամ բոռապարատի կամ կտրիչի օգնությամբ ու սկսում ենք շատ արագ մշակել։ Գելային ծիպսաները օգնում են մեզ ավելի արագ աշխատել, որովհետև այն արդեն իսկ պատրաստի ֆորմա է։ Մեզ մնում է ընդհանրապես տեղադրել եղունգի վրա եւ մշակել։ Այս հատվածում, եթե բազան դուրս է եկել, անպայման մշակում եմ կոնուսաձև ֆրեզաներով։ Ու այսպես կարելի է վարվել նաև պոլիգելով լիցքի ժամանակ, եթե նկատում եք, որ ավելորդ դուրս եկած հատված կա, մշակում ենք կամ պարտադիր չէ ավելորդ նյութը դուրս եկած լինի կուտիկուլայի մոտ, այս պահին նուրբ է բավականին, որովհետև նոր է մաքրված կուտիկուլան եւ կարելի է շատ արագ բոռապարատի օգնությամբ մշակել այդ հատվածը, այնուհետև անցնել խարտոցով աշխատելուն։ Այդ process-ի շնորհիվ դուք այլևս չեք վնասի կուտիկուլան։ Այ հիմա արդեն խարտենք եղունգները եւ ստանանք վերջնական տեսքը։ Այս փայլուն մակերեսը, որ տեսնում եք, սա նույնպես անպայման 180 գրիտով մշակում ենք, որպեսզի ստանանք այնպիսի մակերես, որի վրա նյութը կմնա։ Եթե մենք հենց միանգամից այս փայլուն շերտի վրա քսենք, ապա շատ հնարավոր է, որ կեղևի պես այն դուրս գա։ Իսկ երբ որ մշակում ենք այսպես խարտոցի օգնությամբ, նախ եւ առաջ եղունգի բնական հատվածը եւ արհեստական հատվածը միմյանց հավասարվում են եւ հետո արդեն գունավոր ծածկույթից հետո ընդհանրապես չի երևում, որ սա լիցքով երկարացված եղունգ է, դա մեկ եւ երկրորդը նյութը կեղևի պես վրայից դուրս չի գա։ Եթե դες մոտ հենց գելային ծիպսան է ամբողջությամբ դուրս գալիս, ապա նախընտրելի է, որ նախապես գելային ծիպսայի մեջ բոր ապարատով այսպես խզբզիկներ մի հատ անեք, նոր բազայով ամրացնեք եղունգի վրա եւ իդեալական այն կպահպանվի։ Ինչպես նախորդ կադրից հասկացաք, արդեն իսկ Nunel բրենդի բազայի օգնությամբ կատարեցինք եղունգի վրա հարթեցում։ Միայն տեսեք այն իդեալական հարթվում է, մինչեւ որ դու փորձում ես այլ գործողություններ անել։ Այստեղ հիմա կրկին բարակ շերտով քսում ենք բազա, դրա տակից կերատին էի ես քսել, կերատինը պարտադիր քսեցի, որովհետև ինչպես նկատեցիք եղունգների վրա նյութը շատ վաղուց էր մնացել, որոշ եղունգներ կոտրվել էին, փշրվել էին, դառել էին շատ փխրուն, իսկ Nunel բրենդի եղունգների համար նախատեսված կերատինը իդեալական կերպ պայքարում է նմանատիպ եղունգների ուրեմն դեմ եւ օգնում է նրանց։ Այսպիսով կերատինի վրայից արդեն բազայի շերտը բարակ քսեցինք թացատակը եւ դրեցինք կաթիլ եւ օգնում ենք, որպեսզի այն արագ տարածվի այնտեղ, որտեղ որ մեզ անհրաժեշտ է։ Իսկ Nunel բրենդի բոլոր նյութերը ինքնահարթվող են ու աշխատում են ձեր փոխարեն։
Հիմա սկսում ենք ամենահետաքրքիր եւ ամենագեղեցիկ պահը, ծածկում ենք եղունգները գել լաքով եւ շատ գեղեցիկ դիզայն ենք անելու, նկարելու ենք եղունգի վրա, ինչպես որ ցանկացել էր հաճախորդը։ Իսկ հիմա մեզ անհրաժեշտ է սև գելլակ եւ բարակ վրձին նկարելու համար եւ որպիսի դուք մի քանի անգամ չնկարեք ու հենց առաջին նկարածից ստացվի հստակ ձեր նկարածը, ապա ընտրեք Nail Brand-ի սև գելլակը, որովհետեւ այն իդեալական անմիջապես գծում է, պիգմենտը բավականին հզոր է եւ դուք կարիք չեք ունենա մի քանի անգամ դրա վրայից տանել բերել։ Just outside of your shade, and you doing the things you do, try to dim the thing that makes me mean. I wish you well, I wish you peace, I hope that we'll find harmony. I wish you I wish you well. I hope that this is our farewell. I made up my mind this time. I'm done with your lies this time. I think I'm numb to it. I'm outgrowing the stretch. I think I'm finally in a space to say I wish you were. Արդեն սկսեցինք տոպով ծածկելու գործընթացը, դիզայնը բնականաբար չորացրել ենք լամպի մեջ, ցանկալի է որպեսզի դիզայնը առհասարակ էտապ առ էտապ ամեն մասնիկը չորացնեք լամպի մեջ, որպեսզի հաջորդը նկարելուց իրար հետ չձուլվի կամ եթե սխալ ստացվի, մաքրեք նախորդը չմաքրվի։ Իսկ այստեղ էլ ունենք ակրիլիկ փոշիով կատարվող դիզայն, որը կատարում ենք թավշյա տոպը ծածկելուց հետո։ Հիմա հակառակ կողմից պարտադիր մշակում ենք, որպեսզի եղունգները դառնան նուրբ, կոկիկ եւ բնականից ոչնչով չտարբերվեն, իսկ այստեղ երկու տեղ ունեինք բնական եղունգ, այդտեղ էլ հաստ է ստացվել բնականաբար նախկին նյութի հետ միասին, դրա համար գեղեցիկ տակից մշակում ենք եւ ստանում ենք ավելի նուրբ, կոկիկ եզրեր։ Մեր աշխատանքը պետք է բոլոր կողմերից լինի գեղեցիկ ու իդեալական։ Ու տեսնենք վերջնական տարբերակը, հետաքրքիր, գույնզգույն, չնայած նրա որ ինքը շատ գույներ չի պարունակում, բայց քանի որ բոլոր մատիկների վրա կա դիզայն, այն ավելի գույնզգույն էֆեկտ ունի։ Սա իմ շատ վաղուց աշխատանքներից է, եթե անկեղծ այստեղ լիքը ուղղելու բաներ եմ տեսնում, որ հիմա այդպես չի անի ու հաստատ կուղեի այս եղունգները որոշակի տեղեր, բայց իրականում շատ լավ աշխատանք է, դրա համար ցանկացա, որպեսզի դուք նույնպես տեսնեք։ Շնորհակալություն, կհանդիպենք միացիր իմ օնլայն դասընթացներին եւս։